FPV դրոների տիպի տեխնոլոգիայի հետ ոչ մի պետություն էլ դեռ այդքան լավ չի աշխատում ինստիտուցիոնալ մակարդակում, որովհետև այդտեղ այդ գնման պլանավորումը անելը մի քիչ շատ դժվար է։ Անվտանգության խնդիրը շատ լուրջ է։ Տեխնոլոգիա է բավականին արագ։ Հիմա նենց չի, որ օրինակ ԱՄՆ-ի բանակում FPV դրոների հարցը լուծած է, տենց լիովին ձևի, նենց չի, որ Ադրբեջանի բանակում այդ հարցը լիովին լուծած է, այստեղ ակնկալիք ունենալ, որ մենք պատերազմելու ենք պայմանական ուկրաինական կամ ռուսական բանակի հետ կամ շատ նմանատիպ բանակի հետ, դա էլ տենց չէ։ Հիմա Ադրբեջանի բանակը ահագին տարբերվում է մոտեցումներով այն երկու բանակից, եւ եթե օրինակ մեր սիրելի դրոնների թեմայից խոսենք, պրինցիպի Ադրբեջանը շատ ավելի զարգացած է այդ ոլորտում, քան Ռուսաստանն ու Ուկրաինան էին 22 թվականին, ունեն շատ ավելի մեծ թվով իսկական ռազմական կամ մենք ենք շատ թեր զարգացած։ Չէ, իրանք իրոք զարգացած են։ Չէ, իրանք ունեն իսրայելական օրինակ ամեն ինչը, ինչ որ Իսրայելը արտադրում են մեծ քանակով, որը բնականաբար FPV դրոնից շատ ավելի էֆեկտիվ է, քանակը այդքան մեծ չէ, բայց էֆեկտիվությունը բարձր է եւ մեր մոտ մի քիչ ուրիշ պատերազմ է, մեր մոտ շատ քիչ հավանական է, որ ինքը կարա տրանսֆորմացվի ինչ-որ այդ դիրքային շատ երկար պատերազմի, մարդկային ռեսուրս ոչ մենք ունենք, ոչ խորություն ունենք մանևրի։ Ոչ էլ